Գիտեիք, որ հին Հայաստանում ջուր գողանալու համար կամ ջրանցքը վնասելու համար մարդիկ կարող էին արժանանալ աստվածների անեծքին։ Ողջույն եւ բարի գալուստ Անիաս, հարթակ հայրի ու հայկականի մասին։ Մոտ 2800 տարի առաջ Ուրարտուի Մենուա արքան կառուցում է տարածաշրջանում ամենահսկայական ջրանցքը, որը ավելի քան 70 կիլոմետր էր։ Ջրանցքն այնքան կատարյալ է կառուցված, որ գործում է մինչ օրս, եւ որպեսզի ջրանցքը չքանդվի, արքան անեծք է գրել պատի վրա։ Արձանագրությունն ասում էր. ով որ այս արձանագրությունը ոչնչացնի, ով փչացնի, ով ջուրը կտրի կամ ուրիշին ասի ես սա կառուցեցի, թող նրան արմատախիլ անեն արևի, փոթորիկի ու ռազմի աստվածները՝ Խալդին, Թեյշեբան ու Շիվինին, թող նրանցից ոչ մի հետնորդ չմնա երկրի երեսին։ Դարեր անց 12-րդ դարում Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ջրի հարցին տվեց իրավական լուծում։ Գոշի օրենքով, եթե վերևի հողատարածքում ապրող գյուղացին ապօրինաբար ջուրը ուղղում էր դեպի իր հողատարածքը եւ ներքևի հողատերերի բերքը փչանում էր, ապա նա պարտավոր էր վճարել ոչ միայն հսկայական տուգանք, այլև փոխհատուցել հարևանի չորացած բերքի արժեքը։ Ջրի արդար բաշխումը հսկում էր ջրբաշխը, ով ժամանակին ամենահարկի մասնագիտություններից էր համարվում, եւ նրա խոսքը համայնքում օրենք էր, նա ուներ հատուկ գավազան, որով չափում էր ջրի հոսանքը, եւ ով որ խախտում էր այդ օրենքը, նրան պարզապես համայնքից վտարում էին, որը ամենասարսափելի պատիժն էր։ Լեռնային երկրներում ջուրը կյանք է, իսկ ջրի գողությունը իսկական հանցագործություն։